Այնտեղ վաճառած։ Հատիրի կերպսը։ Ով է եղել քո կյանքը փրկող դերասանը։ Ասմո։ Խմելա, բերեք մերա։ Սկսենք հաշվել քո դրամապանակի պարունակությունը, հայավարի, կոպեկար կոպեկ։ Արի ֆիքսենք այսպես, ամենաշատը ստանում եմ ես եւ վերջ։ Ռաֆոն քեզից հետո է։ Այո։ Իմ սերը քեզ, թվեր թող տա, իմ սերը թող, իմ սերը թող։ Ռաֆոնարել է։ Հո, այդ Ռաֆոնարելը մի հատ նոր բան մտածի։ Իրանք եթերի են, մի հատ բան եմ ուզում հարցնեմ, կյանք։ Տարբեր կանանցից են Սենիկ ջան։ Ինչը որս ավակում եմ, որ այդ մեկն էլ այմա։ Փնտրում ենք Սենիկի երեխաներին։ Ես այն բացառիկն եմ, որ չեմ նկարվում սերիալներում։ Դա իրենք կարծում են, որ ես իրենց պրոյեկտի համար հետաքրքիր չեմ։ Դա արդեն իրենց խնդիրն է։ Ծառին թող ցավ չպաճառի, թող վերքը ցավ չպաճառի, ծառին թող ցավ չպաճառի։ Բրավո։ Գնացինք, ծապ չկար։ Ողջույն, այսօր մեր գուշակությունները երաժշտական եւ թատերական արվեստին են վերաբերելու, որովհետեւ ես իմ ինտուիցիան ձեզ հետ միասին փորձելու եմ երաժիշտ, բայց պիտի սկզբից ասեի դերասան, ռեժիսոր եւ երաժիշտ, երգիչ Սենիկ Բարսեղյանի հետ։ Կարա ալնի, ինչ ասեմ, այդա ջան։ Իրականում շատ հաճելի է ձեր մթնոլորտը, ինձ տրամադրող է, այնպես որ փորձելու ենք սիրուն եթեր ունենանք ձեր հետ։ Քո ոճափոխությունը ինչով է պայմանավորված Սենիկ ջան։ Ոչ մի բանով, տրամադրությամբ, այնպես չի որ։ Շատ սազում է ուզում եմ ասել, շատ գեղեցիկ է։ Եթե անկեղծ ասեմ, մի երկու դեր ունեի, նախատեսեցի դրա համար, բայց ի սկզբանե որ որոշեցի ոճափոխվեմ, ոչ մի դերի հետ կապ չուներ, էլի ուղղակի տենց ռիսկի դիմելը միշտ էլ օքեյ է։ Դե հիմա էլ ռիսկի դիմենք, փորձենք տեսնենք ով կհաղթի այս խաղում։ Դու պիտի հաղթես կամ ես։ Այո։ Չեմ զիջելու, չէ՞։ Տես, ինքը թվային պատասխաններ ենթադրող հարցեր է մեզ տալու։ Մենք փորձելու ենք կրահել այդ հարցի պատասխանը։ Թիվը գրելու ենք գրատախտակին, ես հետ հաշվարկ եմ անելու, պտտելու ենք եւ ում գրած թիվը ավելի մոտ կլինի ճիշտ պատասխանին, նա էլ կհաղթի։ Okay։ Գնացինք։ Առաջին հարցն ենք լսում։ Այո։ Որքան կարողություն ունի աշխարհի ամենահարուստ դերասանը։ Կուզեիր լինել աշխարհի ամենահարուստ դերասանը։ Ես այդպեսինն էլ կամ։ Ես սա իմ հոնորարը կգրեմ։ Դու ես պատասխանները չգիտես, չէ՞։ Չէ, չգիտեմ, ազնիվ խոսք։ Լավ, օքեյ։ Ժողովուրդ չգիտի, չէ՞, ես պատասխանը։ Բոլորիդ եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ես չգիտեմ այս հարցերի պատասխանները։ Չէ, իսկապես չգիտի, արդար է, խաղացեք շա։ Դե եթե միլիոնով հաշվենք։ Լավ, ինձ մի ասա գրի, որ արդար լինի։ Փորձենք, էլի, բայց սա մի հատ հիմար թիվ եք գրում, նայ։ Չէ՞, սատանիստական թվեր եմ գրել։ Մի արա։ Շոտ եմ գրել, շոտ եմ գրել, ինչպես միշտ։ Պտտում ենք։ Պտտում ենք, ուր ենք պտտում։ Դու քո կրուպնին, ես իմ։ Ո՞й, ես շոտ եմ գրել։ 666 միլիոն եմ գրել ես եւ Սենիկի կարծիքով 60 միլիոն։ Անհամբեր եմ լսենք։ Աշխարհի ամենահարուստ դերասանը Արնոլդ Շվարցնեգերն է, ում կարողությունը 2025 թվականի տվյալներով կազմում է 1.49 միլիարդ դոլար։ Միլիոն։ Որ ասում էի միլիարդով ճիշտ։ Բայց ինչա միլիոնով հարցը տալի։ Ես մոտ եմ Սենիկ։ Դե Դու լրիվ հայկական իրականությունով չափեցիր այդ մարդկանց ունեցվածքը։ Ես ուղղակի լսել էի, որ 60 միլիոն է տալիս։ Դերասան հազի 60 միլիոն է պատկերացնում։ Ես որպես այդ դերասան պատկերացնում եմ 60 միլիոն, բայց այնուամենայնիվ լսել էի, որ 60 միլիոն տալիս են Բրեդ Փիթին ու Ջոլիին, որ միասին էլի համատեղ նկարվելու համար։ Ինձ թվաց կարող է։ Եթե մի նկարահանման համար են այդքան։ Դե չէ, իրանց առանձին մուծում են դա։ Հա, որպեսզի իրանք նորից իրար հետ նկարվեն։ Հիմա սկսենք հաշվել քո դրամապանակի պարունակությունը, հայավարի, կոպեկար կոպեկ։ Հանի հələ ինչքան քեշ ունես։ Իրականում քեշ փող չունեմ, մի հատ 5000-անոց ունեմ, եթե պետքա դա տամ։ Չէ, թող մնա տաքսիով հետ կգնաս։ Դա ման քեշ չեմ պահում։ Դե հիմա արդեն Սենիկ մեր տաղավար եկած դերասանները այդպիսիք եղել են։ Ընդ որում բավականին փորձառու։ Ասում են, որ ուզում ես ասես ես փորձառու չեմ։ Չէ, ուզում եմ ասել, որ նախորդիվ էլ եղել են մարդիկ, որոնք փորձառու են երկար տարիների թատերական կարիերա են արել եւ կարող են փաստել եւ իրենց ասած արժանահավատ է մեզ համար, որ թատրոնով
Ես մեջբերում եմ անմիջապես իր Տուն չես խոսքը։ Տուն պահի։ չես պահի։ Քո կարծիքը ինչպեսին է եւ քո փորձառությունը։ Այդա ջան, իրականում ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց այնուամենայնիվ եթե թատրոնից դուրս գանք եւ գնանք դպրոց, հիմա ուսուցիչը տուն չի կարող պահել։ Այդպիսի հոմանիշներ լիքը կարող ենք թվարկել միանշանակ։ Ինչ խոսք, ցավալի փաստ է, բայց քանի որ մենք տխուր չենք տրամադրված այդ ամեն ինչին ու հնարամիտ ազգ ենք, մենք փորձում ենք 2-3 մասնագիտություն ձեռք բերել կողքից, ինչով էլ որ աշխատում ենք մեր հանապազորյա հացը։ Ինչ վերաբերում է մեր թատրոնի աշխատավարձներին, ես հպարտությամբ ու ուրախությամբ կարող եմ ասել, որ ինքը միշտ բարձր վարձատրվող թատրոն է եղել դերասանիս համար։ Համեմատած մյուս հայկական թատրոնների։ Համեմատած մյուս թատրոններում, այնուամենայնիվ դա իմ ունեցած ինֆորմացիան է, ինչի համար էլ մենք մնում ենք կամերային թատրոնում։ Ինչի համար էլ մենք մնում ենք կամերային թատրոնում, մենք ուղղակի ապրում ենք։ Չէ, իրականում դա կատակ էր բնականաբար։ Գիտեմ, իհարկե, բայց ուրախալի ու հաճելի փաստ է, որ դերասանը վարձատրվում է ու առաջինը գնահատված է լինում հենց իր տան մեջ։ Թատրոնի աշխատավարձի հետ կապված ես բողոքներ չունեմ։ Հիմա իմ բոլոր ընկերները նայում են, ասում դե բարձա բողոք չես ունի, ամենաշատը դու ես վարձատրվում։ Հա, ամենաշատը դու ես վարձատրվում։ Կարամ տենց անհավեստություն անեմ, ասեմ այո, բայց բոլորս էլ բարձր վարձատրվում են։ Իսկ քեզնից հետո ովքեր են մի քանի անուն կթվարկես իմանանք օլիգարխները։ Ռաֆոն քեզնից հետո է։ Այո։ Պատկերացրու, բայց Ռաֆոն դրա փոխարեն ուրիշ տեղերում ստենդափներ անում գնում է, այո։ Էդ էլ իրա փեշակն է։ Այո, էդ էլ իրա փեշակն է, էդ էլ իրա։ Այս հաղորդումը կնեղանա։ Չի նեղանա Ռաֆոնից։ Եվ հետո Լուիզան, հա։ Դա չէ, դա ուղղակի կատակում եմ, բայց դու ուզում ես ես շարունակեմ ցանկը։ Ես ուզում եմ բոլորի դրամապարակների չափ։ Չէ, արի ֆիքսենք այսպես, ամենաշատը ստանում եմ ես եւ վերջ։ Մենակ թատրոնի աշխատավարձով չի, որ յոլա ենք գնում ու ապրում ենք։ Լավ, իսկ ուրիշ ինչ ես անում։ Դե գիտեմ, որ երգում ես իրականում։ Երգում եմ, վարում եմ։ Եվ դա մի ճշտող հարց, դա արվում է, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ դու լավ ես վարձատրվում կամերայինում, բայց միևնույնն է, այդ գումարը չի բավականացնում, որովհետև կյանքը շատ թանկացել է իսկապես։ Իհարկե, իմ բախտը բերել է։ Ես ունեմ օրինակ երգելու մասնագիտություն, դերասանի մասնագիտություն, հաղորդավարի մասնագիտություն, ինչով էլ որ շատ անգամ աշխատում եմ ու անհատական երաժշտական գործունեությամբ եմ զբաղվում։ Մենք ունենք բենդ 963, ինչ կասես Darwin's Project-ի մասին։ Բան չի ասում։ Բան չի ասում։ Լրությունը համաձայնության նշան է։ Ասում եմ լավ բենդ է։ Իրականում լավ պրոջեկտ է մեր պրոջեկտը, որովհետև հավաքված են խենթերի սենց ինչը երևում է բեմի վրա։ Սենիկ 1-0 է։ Հոգուտ ինձ։ Հոգուտ քեզ։ Պարտվում ես։ Բայց ես հաճույքով եմ պարտվում, այո, ես սիրում եմ, էլի։ Ես ավելին ասեմ, ամբողջ եթերը ես սենց պարտվելու եմ քեզ։ Գնացինք, լսում ենք հաջորդ հարցը։ Ահա, հաջորդ հարցն ենք լսում։ Որքան է արժեցել թատերական ներկայացման ամենաթանկ տոմսը։ Թատերական ներկայացման ամենաթանկ տոմսը։ Ինչքան։ Մի հուշեք, ով հուշեց։ Լսեցի, բայց այդ թիվն էլ կգրեմ ապրես։ Խնդրում եմ ինձ էլ ասա, ես էլ տակ։ $10,000։ Լավ, օքեյ։ Սուտ ասես, չէ։ Ես կգրեմ ինձ հուշած թիվը։ Դե հիմա, թանկ գրեցիր ավելի, լավ պտտենք $1,000 իմ կարծիքով և Սենիկի կարծիքով $3,000, այդ ինչ ներկայացում է եղել։ Լսի, ներկայացումներ կան օրինակ օտար երկրներում, որոնք որ աստղաբաշխական թվեր արժեն։ Ինչու և ինչով պայմանավորված։ Մուլեն Ռուժի տոմսերը հիմա շատ էժան են, բայց ժամանակին իրանք շատ թանկ են եղել, չէ։ Բայց ես վստահ եմ, որ ինչ որ մի անտրիպրեզային ներկայացում գտնված կլինի, որը կարժենա $3,000։ Դուք կոմերցիայի ետևից չեք ընկնում։ Չէ, վստահաբար ու բարձրաձայն կարող եմ ասել, որ ոչ։ Դրանով ես գիտեք դուք նկատի ունեմ ամբողջ թատրոնը եւ խաղացանկը որոշելիս։ Գիտեք, այստեղ մի հատ շատ նրբություն կա հետաքրքիր։ Մեր թատրոնը շուրջ արդեն 50 տարի իր ոնց որ կազմավորման, ստեղծման տոնեցիք 50-ամյակ, ես հիշում եմ։ Ոնց որ 41-ը պաշտոնապեսն էր, 51-ը երբ որ իրանք արդեն սկսել են կազմավորվել։ Ու միշտ
ժամանակի ընթացքում քայլել է ժամանակին համընթաց խոսել է ժամանակի խնդիրների մասին, խնդիրների մասին, ինչ որ տեղի է ունեցել իրականության մեջ, բերվել է թատրոն ու տրվել է հանդիսատեսին հույզերը, փոխհարաբերությունները, հոգսերը մարդկանց կոմերցիա ասվածը, որը որ հստակորեն գոյություն ունի մեր իրականության մեջ այժմ, կարող եմ ասել, որ բացառապես թատրոնում գոյություն չունի։ Թատրոնը աշխատում է լինել արդիական, բայց ոչ կոմերցիոն։ Հավի ու ձվի հարցն է այստեղ նորից պահանջարկի եւ առաջարկի։ Ես ուզում եմ դու ասես ինչ պահանջարկել, որ ուզում է լինի հասարակության կողմից, ես կարծում եմ, որ դու պիտի անես այն լավ բանը, որով որ պիտի կրթես դաստիարակես մարդուն։ Հիմա տես, եթե օրինակ դահլիճը կազմված է 550 հոգուց, 550-ից 300-ն են գալիս որոշ ներկայացում նայելու, ասենք, այս ինչ ներկայացումը նայելու, որովհետև այն 150-ը նախընտրում են ավելի թեթև ժանրի կամ կոմերցիա, ոնց որ ասվում է, ես այդ 300 հոգուց եմ շնորհակալ, որովհետև այդ 300 հոգին ինձ հետ համախոհ են։ Այսինքն ավելի մանր բան ասեմ, միշտ ասում է Արա Հարությունիչը մեր Երենջակյանը, ասում է, եթե դահլիճում նստած 3 հոգին էլ քեզ հասկանան, դա արդեն բավական է, որովհետև այդ 3 հոգու հասկացածը շատ ավելի կարևոր է, քան թե մնացած 159-ը։ Ես շատ ուրախ եմ եւ շատ երախտապարտ եմ, որ մեր օրերում այդ խոսքերը պարբերաբար նոր եկող դերասաններին հատկապես ասվում է, բայց խնդիր ունեն մարդիկ։ Տեսեք, մենք հանդիսատեսի խնդիր չունենք թատրոնում, ինչի համար մենք շատ ուրախ ենք, որովհետև մեր դահլիճները միշտ լեփլեցուն են, փարկաստու, պետք չկա պետք ասեմ։ Այս կծել։ Բայց այնուամենայնիվ լինում են ներկայացումներ, երբ որ զգում ես հանդիսատեսի հոսքը որոշակիորեն փոխվել է, քչացել է, ծանր թեմաներ, ծանր թեմաներ գրող, ծանր դա շատ հարաբերական է, գիտեք, որովհետև եթե օրինակ դու Այդա ջան, ուզում ես տեսնել հոգեբանորեն շատ լեցուն շերտերով պատմական փսիխոդրամա, օրինակ դու սիրում ես այդ ժանրը, քեզ համար դա ծանր չի։ Կեսարը դիտելու։ Պետք է գա կեսարը, այո, կեսարի խրախճանքը դիտելու։ Ինչը որ դու կանելու եք ամսի 5-ին։ Մենք ամբողջ կա։ Ես գալու եմ, չգիտեմ ով գալու։ Այնուամենայնիվ, եթե դու դա սիրում ես, դու անպայման կհաճախես կնայես։ Պարզ է, բայց մեզ մոտ հիմա ժամանակաշրջանի մեջ գոյություն ունի որոշակի արժե համակարգի խախտում, ինչ որ ծանրություն, ծանրաբեռնվածություն, նուդնի մի հատ բան կա, որը որ չի թույլ տալիս մարդուն ավելի թեթև ապրել, որովհետեւ ինքը իրան թույլ տա գնա ավելի ծանր բան նայի, օրինակ եմ ասում, ծանր դա շատ ծանր շեշտեցինք, բայց այնուամենայնիվ դա ճակերտավոր ասենք էլի։ Լավ, բայց հանդիսատեսին հասանելի է Տոմսը բնային արժեքով։ Մենք այնպես ենք արել, մենք ավելի ճիշտ տնօրինություն ենք կարծում, այնպես են արել, որպեսզի Սենիկ ջան, այս հարցազրույցից հետո աշխատավարձդ կրկնապատկվելու է։ Կգաս կկիսվես ինձ հետ։ Անկեղծ եմ ասում, եթե լուսնեին ասես, կասի էլուր։ Միոտ կասես ինչքան է։ Եթերից հետո կասեմ։ Ասես լսելու եմ բոլոր։ Կիմանամ կոմենտներում կգրեմ ուշադիր կլինեք։ Մի խոսքով, մեզ մոտ Տոմսերը գործընկերները եթե չեմ սխալվում, ասեմ 3000-ից 8000 են, որը որ կարծում եմ այսօրվա դրությամբ հասանելի են հանդիսատեսին։ Ինչի մասին փաստում է այն հոսքը, որը որ գալիս է թատրոն, մեր շատ սիրելի հանդիսատեսի։ Դրա համար դրանից ավելին չգիտեմ, գուցե մի քիչ թանկ լինի։ Օրինակ, եթե չեմ սխալվում, օպերայում ավելի թանկ է։ Այո, օպերայում երբեմն աստղաբաշխական գներ են, որ քեզ չես կարող թույլ տալ եւ ամեն ամիս։ Բայց դե կարելի է գտնել նաև Էժան Տոմսեր եւ պարտադիր չի լինել առաջին շարքում։ Դենզել Վաշինգտոնի եւ Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ Ուիլյամ Շեքսպիրի Օթելլո ներկայացման տոմսերը արժեն մինչև $921, կախված նստատեղից։ Ես շատ մոտ էի, ես հաղթում եմ։ Ամբողջ ստաֆը ուրախանում է քեզ համար։ Գիտես ինչի եմ ուրախանում, երբ որ մասնագետ է դիմացից նստած ու տպավորությունն է, որ ինքը ավելի լավ պիտի այդ ամեն ինչից գլուխ անի, բայց ես հաղթում եմ։ Բայց այնուամենայնիվ ես ուրախ եմ, որ դու հաղթում ես, ոչինչ։ Թող ես պարտվեմ։ Արի գնանք երրորդ հարց։ Գնացինք։
Քանի թատերաշրջան ունի կամերային թատրոնը։ Ստեղ եթե Բայց պարտվեցիր, մի րոպե, ես էս- աշխատավարձդ Մաթեմատիկայից լավ չէ։ Մի վարքյան։ Րոպե։ ասում հասկանամ ինչն ես հաշվում։ Մի վարքյան։ Կարող ենք զանգ ընկերոջը անել։ Չէ, չեմ ուզում զանգել։ Հա։ Այո, բայց ում ենք զանգում։ Ես զանգում տնորեն էին, Լուսնե Ենջակյանը։ Բարև, լալ, ոնց ես։ Յանք եթերի եմ, մի հատ բան եմ ուզում հարցնեմ, կանք։ Լսի, մեր թատերաշրջանը 2005 թվականը 2025 թվականը որերորդ թատերաշրջանը հանդիսանում կամերային թատրոնի համար։ Ես ում զանգեմ։ Հա, կանք։ Ես գիտեմ մոտավորապես ուզում չսխալվեմ, էլի խնդրում եմ։ Եթեր ենք տալու ես։ Լավ։ Ճիշտ է, ես հենց տենց էլ հաշվեցի, հենց նոր ապրես կյանքս։ Մերսի։ Պտտում ենք։ Գնացինք։ 44? Այո։ Իմ կարծիքով 96։ 44-րդ թատերաշրջանն է մեզ մոտ, 45-րդը կսկսվի սեպտեմբերից։ Հաղթել ես, Սենիկ ջան։ Ես առաջարկում եմ ամեն դեպքում լսենք, թե ինչ է ասում նաև ռոբոտիկը։ Եկեք լսենք։ Գնացինք։ Բայց միավորը քոնն է։ Կամերային թատրոնն ունի 43 թատերաշրջան։ Ահա, էս է 44-ն ալնում։ 44-րդն է։ Սա ամեն դեպքում Սենիկը ավելի մոտ է նույնիսկ եթե 1 է տարբերությունը, այնպես որ 2-1 ապրես եւ ապրի ձեր տնօրենը, որ արագ զանգիտ պատասխանեց, շարունակում ենք խաղալ։ Ինչու չկաս ֆիլմերում եւ հեռուստա էկրաններին։ Տես, ուրեմն մի քանի պատճառներով։ Նախ ես շատ վաղուց քանի որ միշտ մերժել եմ սերիալներում նկարվելու փաստը, ինձ երևի այդ պատճառով արդեն չեն էլ կանչում, գիտեն, որ ես չեմ նկարվում։ Նույնիսկ մի ներկայացում ունեն կուլիսներում կամ թատրոնի անատոմիայի մեջ, որ ես ասում եմ, ես այն բացառիկն եմ, որ չեմ նկարվում սերիալներում։ Տենց ինչ-որ ծիծաղալու բախ կա, բայց այնուամենայնիվ կարծում եմ հիմնական պատճառներից մեկը դա է, բայց ես չեմ հերքում, որ օրինակ կլինի ինչ-որ մի 16-25 կամ չգիտեմ 2 ամսով տևողությամբ մի համագործակցություն հետաքրքիր բազմասերիանոց ֆիլմ, որի մեջ ես սիրով կնկարվեմ։ Ինչպիսին պիտի լինի ֆիլմը, որ Սենիկ Վարսեղյանը կամերայինի բեմից տեղափոխվի նկարահանման հրապարակ։ Գիտեք, ցանկացած դեպքում այնպես չի, որ ես որակային առումով փնովում եմ կամ չգիտեմ, յուրաքանչյուր արված աշխատանքի դժվարությունն ու բարդությունը հասկանալով հանդերձ, ես ընդունում եմ, բայց կարող եմ դրա մասնակիցը չդառնալ։ Եթե լինի խորը, հետաքրքիր, կապ չունի ժանրը, միևնույնն է, ես սիրով կխաղամ։ Իսկ ինչի չկամ ուրիշ եթերներում, չգիտեմ, նույն ասենք օրինակ հաղորդավարի Պարբերաբար այո դերասանները հաղորդավարի կարգավիճակում կամ չգիտեմ ինչ որ մի գիտես հիմա փառք Աստծո մեր եթերները լիքն են զանազան հետաքրքիր ինչ որ պրոյեկտներով եթե իրենք կարծում են որ ավելի ճիշտ այսպես ասեմ եթե իրենք կարծում են որ ես իրենց պրոյեկտի համար հետաքրքիր չեմ դա արդեն իրենց խնդիրն է ինձ հետաքրքիր է այն ամենազավեշտալի դեպքը, որ եղել է կուլիսներում կամ գուցե բեմին, որը չես մոռանում, բայց շատ ծիծաղելի է։ Գիտես ինչքան կա։ Մի հատ ամենածիծաղելին պատմի մենք էլ իմանանք։ Պատմեմ ոնց է մեռնում։ Պատմի, եթե մեռնում։ Պատմեմ ոնց չեմ մեռել։ Որտեղ էր ավելի հավանական քո մահը, էդ էլ պատմի։ Եթե ավելի արագ մահն ենք դիտարկում, դա Ռոմեո Չէ, մեզ այն տանջալից դանդաղ մահն է։ Բայց դա էլ է տանջալից, ինչի բանը, ոնց են ասում, կախաղանը դա տանջալից երկարատև մահ չի։ Շատ անփառունակ մահ կլիներ բեմի վրա։ Ասում են ինչպես մեռավ Մոլիերի պես բեմի վրա։ Ռոմեո Ջուլիետ ներկայացման ֆինալում շինարարությունը ներկայացման այնպես արված, որ Просто սփոյլ եմ անում, բայց լավ չի։ Դե ոչինչ, ավելի կհետաքրքրվեն կգան։ Բանով է ավարտվում, կախաղանի տեսարանով ավարտվում։ Մի անգամ հիմա որ ես պատմությունը լսեն չեն գալու թատրոն հետախուզության։ Չէ, այնուամենայնիվ երևի իմ սխալն էր, որովհետև դա հաշվարկած էր։ Երբ որ կախվում ես,
դրանից հետո տեխնիկապես այնպես է արված, որ լույսերը պիտի մարեն որոշակի վայրկյանների ընթացքում ու դու արդեն տեխնիկապես պիտի դա ընկերների օգնությամբ, տեխնիկների, որոնք որ տես, գիտի է։ Այս մահն է, եկել է հետևից, մանգաղով հեսա չէ, սենիկ ջան։ Մի խոսքով, ուրեմն ամբողջ կանգնած են դերասանական կազմը, ֆինալն է։ Պատտվում են ինձ, այդ տեսարանն եմ խաղում, կախվում եմ ու հանկարծ ու այդ կախաղանը աշխատում է։ Բայց ինքը իրավունք չունի աշխատում։ Ոնց է աշխատում, այսինքն քեզ կտրում է գետնից։ Չէ, ես հենց այսպես թե այնպես աթոռը խփում եմ ոտքից տակից, գցում եմ ու կախաղանը մնում եմ։ Բայց կախաղանը աշխատում է, որովհետև այս հանգույցը իր կլորիկը սկսում է ձգել ինքը միամիտ ձգվում է։ Այն նախատեսված ապահովությունը, որը որ կար, այդ նախատեսված ապահովությունը չի փոխվում։ Գնում է ներս հանգույցի մեջ ու ես ես մնում կա, բայց քանի որ ես այդ տեսանը խաղացել եմ բազմիցս ու բոլորը տեսել են այդ տեսանը ոնց է դա տեղի ունենում եւ այլն ասես մեռնում եմ ու ասես գնում գալի մի 10 վայրկյան լույս ընդ պետք է մարի 10 վայրկյան դու այդ լույսը 10 վայրկյան միջև մարվում է դերասաններից մեկը զգաց որ ինչ որ բան են չի սովորականի պես չի մեռնում այս մարդը Սենց չի մեռը նախորդ ներկայացմանը հայելի բնական է մեռնում բայց ասում է ինչ որ մի բան ասում է ով է եղել քո կյանքը փրկող դերասանը Սուրենը Պողոսյան ինքն է հասկացել որ դու իրոք ինքը կողքս էր Սուրենը չէ Զիրյանն է տեսնում ինձ որ Զիրյանը սենց ինչ որ իշմար է տալիս իսկ Սուրենը այն մարդն է լինում Պողոսյան որը որ աթոռը որ պիտի դնի ինձ ապահովության համար ստրախովկի համար գրկի որ ես այնտեղ տեխնիկապես այդ բանը անջատեմ ու իջնեմ դուրս գամ ու արդեն բանը ԶՏՄ-ի մեջ Զատմենիայի մեջ մթի մի խոսքով այդպես ես փրկում են քեզ բայց դահլիճը չհասկացավ ինչ էր կատարվում հասկացա դե որովհետև ես նույն ձևի խաղում եմ երբ որ վստահական եմ մեռնում բայց հետո արդեն որ դուրս են գալիս կուլիսներ բան այստեղից ստեղ մինչև կապուտ էր մեծ ես չէի նկատել սենց արեցի մի ամիտ վիզս տեսա մյուս անգամ էլ բան եմ խմում նաշադրի եմ խմում Բեմի վրա Երեխայի ձեռքից վտանգավոր իրերը վերցրեք իրեն վնաս է տալիս ինչի իր խմում այդ նաշադիրը մեր երաժշտական ղեկավարներ վատ Վայն Գրիգորյան լավ չէր զգում, բայց այնուամենայնիվ պետք է ներկայացումը վարել, նվագել, այսինքն, բայց ինքը վատ էր առողջապես ու նաշադիր էին դրել, որպեսզի ինքը հանկարծ եթե ուշ կանցնելու լինի։ Այո, իսկ դա ինքը նստում է բեմում, մեզ հետ կաբարե ներկայացումների միջայլոց, այնտեղ մի հատ հատված ունենք ես ու Քեթրին Մանասյան էտյուդ ունենք, որտեղ որ այդ էտյուդը պիտի խաղանք։ Էտյուդից առաջ ես շատ եմ ծարավում, իսկ իրա մոտ քանի որ դրված էր բաժակով սառույցով ջուր, այդ նաշադիրը բաժակի մեջ, այնտեղ չգիտեմ ինչ որ մի բան, ես կարծեցի թե ջուրը է հերթական, չեմ իմացել որ տենց դրած է այդ վերստում եմ ու սենց խմում եմ այդ նաշադիրը իմ գիտենալով թե դա ներկայացման ընթացքում բեմի վրա, այո, որովհետև Քեթրինը մինչև այդ անցում իր անում է, ես այս կողմից գալիս եմ որ այդ ջուրը վերստեմ սենց խմում եմ ու մնում եմ ու ես հաջորդիվ այդ էտյուդը խաղում եմ ամբողջ ես վառում եմ ինչև ստեղից խաղում եմ ու մտնում եմ երաժշտական երգերի պապուրին ու իմ կոպերը ուռում է աչքերս կարմրում է ես արդեն համ խմացի կայֆացել ես համ սենց Շատ հետաքրքիր Ոզում եմ ես կողմ, այն կողմ, չգիտեմ ինչ եմ անում դուրս եմ գալի եմ ասում եմ այդ ինչերը տե, այդ ինչ եմ խմե, այդ ինչ եք արաղը դրե, տե, բախտես գիտեմ թե արաղը ինչ է, չեմ հասկացա մեկ էլ մեր դերասական խմբի վարիչը Վարդին ասում այ ասում խմելա, բերեք մեռա, մածունում է Ոնց փրկեցին քեզ Մի խոսքով թան, մածուն ինչ որ բաներ խմեցին, բան չեղավ, փառք Աստծո Լսում ենք 4-րդ հարցը Քանի հայտնի զույգ է սկսել իրենց հարաբերությունները, երբ նկարահանվում էին միևնույն ֆիլմում։ Մի վարքան, Նիկոլ, Սենիկի մտածելու ու հաշվելու դիրքերը շատ լավն են։ Ես գրել եմ իմ պատասխանը։ Ահա։ Թեքում ենք։ Պատտեցինք 3-2 1։ Դե շատ չի մեր տարբերությունը, նույնիսկ ես 7։ Ով է հաղթել։ 54 հայտնի զույգ իրենց հարաբերությունները սկսել են, երբ նկարահանվում էին միևնույն ֆիլմում։ Ես ուզում եի ասել, Հայաստանին էլ ես հաշվել։ Մեկը չկա քեզ ասի։ Ինչ ասի։ Այդ ոնց եղավ, որ թատրոնում մի աղջիկ չգտար։ Դու էլ զույգ կազմեիր։
Ես ո՞ց լինեիր այս ցուցակում։ Ես վաղուց կազմել եմ, ես երեխեք էլ ունեմ, ինչի մասնախոսք։ Ես արդեն իմ լրագրողական ռիսերչի վրա կասկածեցի ոստվոց իմ։ Դե էլ մի հայտարարեցիր 2020 թվականին, որ դու բաց ես թողել ամուսնանալու քո շանսը։ Այո, իմ հնարավորությունը բաց եմ թողել։ Դե հիմա այդպես էլ է ստացվում։ Հրաժարվել ես այդ գաղափարից։ Ես ոչ մի բան նախապես չեմ պլանավորում կամ տեսը գուցե սխալ եմ անում, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ լինելու բանը դա լինելու է։ Քո տեսլականը ինչպիսին ընտանիք կազմելու վերաբերյալ։ Կարաս չամուսնանաս, բայց երեխա ունենաս։ Իսկ կարող է երեխեք ունես մենք ուղղակի տեղի։ Դե հիմա էսի որ եթերով ասելու բան չի։ Սենց շատ ինչ որ տարընթերցումների առիթ տվեց ասածդ։ Փնտրում ենք Սենիկի երեխաներին։ Ինձ մի աղջիկ մի օր խաբեց, ասեց, սա քո երեխան չի, բայց շատ նման էր, բայց ես մինչև որս հավատում եմ, որ այդ մեկն էլ է իմը։ Այդ մեկը։ Սենիկը մի քանի երեխա ունի, տարբեր կանանցից են Սենիկ ջան։ Հա։ Կատակում ես, չգիտես դու ես ինչ խոսակցությունների առիթ ես Դե տվել։ լավ, ինչ ուզում են թող գրեն, մեկը ասես տենց վատ բան գրողը վատն է գրելու, լավ բան գրողը լավն է գրելու։ 3-1 է հաշիվը, հոգուտ ինձ։ Իսկ դու միշտ ես հաղթում։ Ավելի հաճախ հաղթում եմ, քան պարտվում։ Բայց պարտություններ եւս եղել են։ Հա։ Այո։ Okay։ Բայց անկեղծ եմ ասում, ես այս հարցերի պատասխանները չգիտեմ։ Չէ, ես չեմ հավատում եմ, ինչ մասնախոս։ Հավատում ես, ինչ լավ է։ Լավ։ Հիմա լսում ենք հաջորդ հարցը։ Լսում ենք։ Որը այլևս ոչինչ չի փոխելու մեր խաղի արդյունքում։ Բայց գոնե ես պատասխանը ստանամ, էլի։ Գնացինք։ Քանի աշխարհահռչակ երգիչ է նաև պրոֆեսիոնալ դերասան։ Էդի գիտես ոնց, էդի շատ կլինի էդի սենց։ Քեզ էլ հաշվի։ Ինձ էլ եմ հաշվում աստեղ։ Պտտում ենք։ Պտտում ենք։ 3 2 1 տեսնեմ։ 71-րդն Ահա, ես հուսով եմ եմ։ այս անգամ դու ես հաղթում 11, ես գիտակցում եմ, որ շատ փոքր թիվ եմ գրել եւ լսում ենք ճիշտ պատասխանը։ Այդա չէ, ախտե։ Վերջին տվյալներով 32 աշխարհահռչակ երգիչ համարվում են նաև դերասաններ։ 32։ Ես ավելի մոտ եմ։ Դու ավելի մոտ ես։ Ալա, իջավ։ Դες չպետք է գրեի։ Քեզ ու ընկերներիդ ես հաշտվել այդտեղ։ Քեզ Ռաֆայելին Երանոսյան։ Դե ինձ հետաքրքիր կլներ ցանկը իմանալ, բայց կարելի է մի հատ նայել հետաքրքիր ում է։ Գնանք կգտնենք։ Հա, ցանկով ով։ Սենիկից դու ավելի լավ երգում ես, թե ավելի լավ խաղում։ Անկեղծ ասած դիմա պիտի պատասխանեմ։ Իհարկե պիտի պատասխանես։ Ես երկուսն էլ անում եմ շատ լավ։ Եթե անկեղծ։ Ահա թե ինչու չի ամուսնացել միջև։ Ինքնասիրահարված։ Չէ, չկա դες բան։ Ես իրական շատ համեստ մարդ եմ, իսկ համեստությունը դա քաղաքակրթության ձեռքբերում է։ Ես կարծում եմ, որ ասում են պետք է համեստնել, բայց ոչ բոլոր տեղերում։ Չէ, ես կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ տենց պիտի լինես։ Մենք հիմա կստուգենք Ինչ պիտի անենք։ քո տաղանդը Ինչով։ եւ երգի եւ Պիտի երկենք։ Պիտի երկենք, Պիտի պիտի բարենք։ Ես քեզ ասում եմ նախադասություն, դու այդ նախադասությունը խաղում ես մի քանի էմոցիայով, ես քեզ կասեմ, որ էմոցիայից սկսես։ Գնացինք։ Նա ինձ դավաճանեց, մտերիմ ընկերոջս հետ համել ես նախադասությունը անոնսի համար կօգտագործենք։ Լավ, գնացինք։ Հիմա դա խաղում ես հուզված։ Այն դավաճանեց։ Մտերիմ ընկերոջս հետ։ Այսա գլած եմ։ Մյուսը։ Հիմա բարկացած Նա ինձ դավաճանեց մտերիմ ընկերոջս հետ։ Վառեց լուկը։ շաքարս բարձրացավ զվուկի մասին է մտածում։ Ոյսկ Մյուսը։ երջանիկ։ Նա ինձ դավաճանեց մտերիմ ընկերոջս հետ։ Ուրա։ Ոյ, հաջորդը։ Կյանքս առանց տանձի ու խնձորի չեմ պատկերացնում։ Գիժա, չէ՞ ես երևի։ Ես նախադասության վրա գրելուց շատ եմ խնդացել, ինձ որ լավ կխաղաս։ Հիմա դա խաղում ես փիլիսոփայորեն։ Որ Գիտեք, կյանքս առանց տանձի
Հուզված։ Հուզված արել էինք։ Չէ, հիմա տանձի ու խնձորի հուզվածն ենք ուզում տեսնել։ Զորոն։ Տանձս չէ, կյանք։ Տանձս չէ։ Կյանքը զորս տանձի ու խնձորի։ Ախր չեմ պատկերած։ Վերջ։ Հիմա երգում ենք։ Ինչ ենք երգում։ Չգիտեմ այսքանից հետո ոնց պիտի երգես, որ Ջան, աշուն է, տես, նախշուն է, տանձու խնձոր ուտելու, նա մեզ այգի է կանչում։ Տանձու խնձորի մասին երգեցիք։ ապրես այդ տեմպերով շարունակիր, որովհետև հարց եմ տալու եւ դու պատասխանելու ես երգի միջոցով։ Okay։ Քեզ համար ամենաթանկ զգացմունքը։ Իմ սերը քեզ, թևեր թող տա։ Էսենց էր գնում։ Չէ, վայ, այդ խենթներ։ Շիրանք ինչ ուզ մենք հիմա մեր կլիպն ենք բեմադրում։ Հիմա բեմադրում ենք, ռեժիսորը դու ես։ Давай։ Հաջ Իմ սերը քեզ, թևեր թող տա, իմ սերը թող, իմ սերը Ռաֆոյանում։ Ռաֆոն արել է։ Հո, այս Ռաֆոն արել է, մի հատ նոր բան մտածի։ Իմ սերը քեզ է երգե։ Չէ, ուրիշ չէր երգում, ուղղակի ձեռս էր բռնում։ Հալա ոչինչ։ Լավ, բայց որպես ռեժիսոր հաջորդի համար մտածի։ Գնացինք։ Ինչ ես կարողանում պատրաստել։ Անամուսիրամ գազարը, Զարդարել է մեր բազարը։ Ատամ չունի ստարքից, ատամ ձենս լավը չի ուղղակի, ես չեմ կարող երգել։ Ադամ ջունից տարկից ադամ, Չմնաս հանկարծ, ոնց է չգիտեմ։ չմնաս հանկարծ անատամ։ Ապրես։ Շարունակում ենք։ Որ եղանակն ես սիրում։ Ինչու դեղին աշուն, տերևս դու նախշում, ինչու անգուտ կամին խլեց իմ սերը։ Դե գրող ասին սուս բնայելի դու ինչ ես անգում։ Մի հատ էլ քամին երգի։ Կամին։ Օ, կամի փոքիր իմ սերն արանցավի, հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի, թող վերքը ցավ չպաճառի, ծառին թող ցավ չպաճառի, թող վերքը ցավ չպաճառի, ծառին թող ցավ չպաճառի։ Բրավո։ Ապրես, թող մեկնաբանողները գրեն, թե ավելի լավ խաղացիր, թե երգեցիր։ Մենք չդատենք այստեղ, չնայած որ իմ խորին համոզմամբ իսկապես երկուսն էլ շատ լավ ես անում։ Մերսի, շատ Եվ տրամադրություն ես փոխանցում։ Սենիկ Բարսեղյանի հետ էի մրցում եւ անկախ նրանից, որ հաղթեցի թե ոչ, այո, մենք շատ հիանալի տրամադրությամբ ուղղակի փակում ենք հաղորդումը եւ հուսով ենք, որ այդ տրամադրությունը ինչպես կամերային դահլիճից, բեմից, այդպես էլ մեր հաղորդումից փոխանցվեց ձեզ բոլորիդ։ Կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։